Հայաստանում մաթեմատիկական դպրոցական օլիմպիադաները հիմք են դրվել 1960-ական թվականներից Արտաշես Շահինյանի եւ Գառնիկ Տոնարյանի կողմից, այնուհետեւ 1993 թվականին Հայաստանի թիմը մասնակցում է արդեն ավանդական ամենամյա միջազգային օլիմպիադաներին։ Ավանդույթ դարձած օլիմպիական շարժումը իհարկե տեղ գտավ նաեւ հայ-ռուսական համալսարանում Գառնիկ Կարապետյանի շնորհիվ։ Այսօր, երբ աշխարհում լայնորեն տարածված է արհեստական բանականությունը, որը դարձել է մարդկային կյանքի անբաժան մասը, ռուս-հայկական համալսարանում անցկացվեց Գառնիկ Կարապետյանի անվան մաթեմատիկայի օլիմպիադան, որին մասնակցում էին 10-ից 12-րդ դասարանի աշակերտներ Հայաստանի տարբեր մարզերից։ Բնական գիտությունները այժմ հիմքն են հանդիսանում ժամանակակից տեխնոլոգիաների եւ մաթեմատիկան ունի իր ուրույն տեղը, լայն ձևով զարգանում է արհեստական բանականությունը, հենց մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաները հանդիսանում են հիմքը այս տեխնոլոգիաների։ Մասնակիցները լուծեցին խնդիրներ, որոնք պահանջում էին ոչ միայն դպրոցական գիտելիքներ, այլև տրամաբանական մտածողություն եւ ստեղծագործական մոտեցում։ Օլիմպիադան ոչ միայն մրցույթ է, որին կան հաղթողներ, նա նաեւ մի հնարավորություն է, որտեղ մենք կարողանում ենք որոնել տաղանդներ, իսկ աշակերտների համար դա հնարավորություն է դրսևորել իրենց, լուծել ոչ ստանդարտ մտածողություն պահանջող խնդիրներ եւ այնուհետեւ զարգացնել այդ գիտելիքները հետագա իրենց ամենօրյա աշխատանքում, որպեսզի կարողանան մասնակցել նաեւ միջազգային մաթեմատիկական օլիմպիադաներին։ Գառնիկ Կարապետյանը հայ մաթեմատիկոս եւ մանկավարժ էր։ Նրա անունով օլիմպիադան անցկացվում է նրա ներդրումը գնահատելու եւ հիշատակը պահպանելու համար։ Օլիմպիադային մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի ֆիզմատ թեքումով դպրոցների շնորհաշատ երեխաները, որոնք հետաքրքրված են ֆիզիկա-մաթեմատիկական գիտություններով։ Օլիմպիադան եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մաթեմատիկան ոչ միայն գիտություն է, այլև մտածելու ձև, իսկ նման նախաձեռնությունները օգնում են բացահայտել նոր տաղանդներ եւ խթանել երիտասարդների հետաքրքրությունը ճշգրիտ գիտությունների նկատմամբ։